այսքան սպասեցի, որ չգաս։ Լավ, ես մի հատ սուրճ խմեմ դուրս գամ։ Բարի լույս։ Կարող եմ, չէ՞ նստել։ Բարի լույս։ Բայց ես արդեն դուրս էի գալիս։ Նոր ես եկել։ Ինձ թվում է ինչ-որ մեկին սպասում ես։ Խոստանում եմ, հենց եկավ, ես գնում եմ։ Դե չէ, ում որ սպասում էի չի գալու։ Ավելի լավ։ Ավելի երկար կմնաս հետս։ Դե այն օրվանից ինչ տեսել եմ, մտքիցս դուրս չես գալիս։ Կներես, որ մի անգամից դուի անցա, ուղղակի ուզում եմ մեր շփումը ավելի պարզ լինի իրար հետ։ Ալո։ Ինչ կա Էլիզ, ոնց ես, ինչ ես անում։ Լավ, առանձնապես ոչ մի բան։ Լսի, մտածում եմ ինչ կարիք կա մինչև իրիկուն սպասելու, կարող է ավելի շուտ գամ հետևիցդ։ Էդ լավ էլի, չեմ հասցնի։ Բայց ինչ կա չի հասցնելու։ Դե պիտի պատրաստվեմ, հում տան շորով չեմ գալու։ Որ հենց հիմա սկսես հագնվել, հաստատ կհասցնես։ Լավ, ոնց ասես։ Կամ էլ լավ, ես չեմ գա հետևիցդ, հեսա հասցենք ուղարկեմ դու կգաս, հա։ Լավ։ Ես չեմ հասկանում, ինչի պետք է մեր շփումը պարզ դառնա։ Մենք ընդհանրապես մի անգամ ենք հանդիպել ու այն էլ պատահական։ Ինչ բան մասին է խոսքը գնում։ Դե նայ, ես արդեն երկրորդ անգամն է, որ մենք պատահական իրար հետ շփվում ենք։ Ու իմ կարծիքով պետք է այս պատահականություններին մի քիչ ուշադրություն դարձնել։ Կներես, որ ասում եմ մի տեսակ սիրահարվել եմ քեզ։ Այդ սիրուն պատկերդ մոռանալ չի լինում։ Ես ձեզ ընդամենը մի անգամ ճանապարհ եմ ցույց տվել։ Դրանից ավել ոչ մի բան ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Եկեք հենց հիմա ստեղ իրար հրաժեշտ տանք ու հենց արեք, որ սենց իբր պատահական հանդիպումներ էլ չլինեն։ Մտածեցի օգնեմ։ Պայուսակս։ Մտածեցի օգնեմ։ Եթե ձեզ թվում է, որ պայուսակի համար պետք է մնամ, սխալվում եք։ Լավ մնացեք։ Եթե չես ուզում շփվենք, չենք շփվելու։ Խնդիր չկա։ Չեմ ստիպելու։ Բայց ինձ թվում է մենք էլ ենք հանդիպելու։ Ու պատահական։ Էլիզ Ալինյան դու հարսանիքի ես պատրաստվում, հա? Ինչի՞։ Այդքան ճոխա տեսքս։ Դե որ ասես ուր ես գնում, կասեմ։ Նոր։ Էդոն ինձ տեղ է հրավիրել։ Ահա, ճիշտ է։ Ինձ զգուշացրել էր, ներիվ մտքիցս թռել էր, գիտես։ Նոր, ես գիտեմ, որ դու դեմ չես։ Դրա համար էլ չեմ զգուշացրել։ Էլիզ ինչի պետք է ես դեմ լինեմ։ Այդոն իմ 1000 տարվա ընկերն է։ Ու ես իրեն վստահում եմ։ Այդ տղեն արդեն քանի տարի է, ամեն ինչ անում է, որ արժանանա քո ուշադրությանը, որ հասնի քեզ։ Դու էլ արդեն մեծ աղջիկ ես։ Ու ժամանակն է, որ
Քո անձնական կյանքը դասավորես։ Բայց եթե իրոք վստահ ես ու գիտես ինչ ես ուզում։ Ես Էդոյի զգացմունքների վրա 100%-ով վստահ եմ։ Այ քո հետ կապված չէ։ Դու չգիտես ինչ ես ուզում, դու չգիտես ինչ ես անում։ Էլիս գնա այս հանդիպմանը, եթե իրոք վստահ ես։ Անես չլինի, որ առավոտը զարթնես ու հասկանաս, որ փոշմանել ես։ Լավ։ Նոր հիմա այնց բաներ ես ասում, որ սկսում եմ վախենալ։ Չէ, Էլիս, ես ոչ մի վախենալու բան չեմ ասում։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու Էդոյի հանդեպ քեզ ճիշտ պահես։ Էդոն իրոք սիրում է քեզ։ Ու միշտ սիրել է։ Դու էլ ժամանակին դեմ չէիր։ Շփվեցիր։ Հետո փոխվեցիր։ Հիմա էլ սկսեցի շփվել։ Ու Էդոն կյանքում քեզ թույլ չի տվել հեղացնի։ Որովհետև իրոք գիտի ինչ ասում ու ինչա ուզում։ Ուզում եմ, որ դու էլ հասկանաս։ Քիչ փոխվես։ Փոխես քո բնավորությունը, լավ։ Լանա, այսուր դու արդեն տուն ես գտել, որ գնում ես։ Ես ընդհանրապես քեզ նեղություն չեմ ուզում տալ։ Հյուրանոցում կմնամ, միջև կգտնեմ։ Մեղացել ես։ Չէ, ինչի։ Քո փոխարեն ով էլ լիներ, այդպես կաներ։ Ինչ եղավ։ Լանա, Ամեն ինչ լավ ականցնի։ Լանա, հաստատ լավ է։ Ետ նստի։ Ես հիմա ջուր կբերեմ։ Շատ սիրում ես։ Ապրես։ Նստենք, թե կանգնած ենք մնալու։ Հա, բա ոնց նստենք։ Նոմա կարանամ աչքս քեզնից կտրեմ։ Էդո արդեն ամաչում եմ։ Այնքան լարված եմ, չգիտեմ զգացվում ա թե չէ։ Զգացվում ա, ոնց չի զգացվում։ Էլիս, ինձ թվում ա դու շատ լավ գիտես մենք ինչի համար ենք ստեղ։ Ես չեմ ուզում հիմա երկար բարակ նախաբաններ փնտրել ես հանդիպումը արդարացնելու համար, որովհետև այս հանդիպումը մեկա պիտի լիներ։ Ես սրան շատ երկար եմ սպասել։ Ամեն ինչ մեր մոտ սկսվեց մեր ընկերությունից ու ես դրա համար ճակատագրից շատ եմ շնորհակալ, շատ։ Գիտես Էլիս, տարբեր կարծիքներ կան իբր, եթե ընկերությունը պարզում աքուր է, դրանից ավել հետո ոչ մի բան չի կարա լինի, բայց ես համաձայն չեմ։ Գիտես ինչի, որովհետև ցանկացած մեծ բան այդ պարզությունից է սկսվում։ Ոչ մի ճոխություն, ինչ որ սուտի մուտի հարաբերություններ երբեք մեզ չէր տալու են, ինչ մենք ունեցանք այդ ընկերության միջոցով։ Ճիշտ ես։ Մենք կարայինք պատահական հանդիպեինք, ես գնայի, գայի, փորձեի խոսալ հետդ, հանդիպեի եւ այլն, բայց այդ ընթացքում չէր լինելու այդ անկեղծությունը, որովհետեւ մարդիկ սիրում են իդեալական ձևանալ հարաբերությունների սկզբում։
Իսկ սենց մենք իմացանք միմյանց թերությունները ու ես հասկացա, որ պատրաստ եմ դրանց հետ ապրել։ Հենց դրա մասին էլ ուզում եմ, որ խոսանք այսօր։ Ուզում եմ վերջապես հասկանանք մենք ուր ենք ուզում հասնել, ուր ենք ուզում գնանք իրար հետ։ Ես քեզ դրա մասին մտածելու համար բավական երկար ժամանակ էի տվել։ Ու ես ուզում եմ այդ պատասխանը լսեմ։ Ու լսելու եմ այսօր։ Խմիսը։ Շնորհակալ եմ, Արշակ։ Արդեն լավ եմ։ Բայց հաստատ լավ ես։ Ինչ կատարվեց հետդ։ Չգիտեմ, գլուխս պտտվեց, բայց դու հանգիստ եղի, ես այսօր անպայման կգնամ։ Ինչ էլ որ լինի, ես կգնամ, ես քեզ լավ եմ հասկանում, երեխուդ հարցն է։ Լանա, ես ինձ շատ վատ եմ զգում, բայց այս պայն ուրիշ տարբերակ չկա։ Ես քո համար տուն կգտնեմ։ Ու դու կտեղափոխվես։ Արշակ, Լանա, նստիր։ Էդ ես միշտ վախեցել եմ այս պահից։ Վախեցել եմ, որովհետև վախեցել եմ նոր հարաբերություններ կառուցել։ Որովհետև մտածում եմ, որ սեր չկա։ Ես իմ կյանքում միշտ վատ օրինակ եմ տեսել։ Ու հենց այդտեղից էլ գալիս են իմ վախերը։ Ես չեմ տեսել երկու հոգու, որ սիրում են իրար ու ընտանիք են կազմել։ Ես տեսել եմ երկու հոգու, որ ուղղակի իրար հետ են ապրում ու երեխեք ունեն։ Դրանք տարբեր բաներ են։ Դուք մտածում եք ես վատն եմ։ Էմոցիաներ չունեմ, զգացմունք չունեմ, չար եմ։ Չէ, տենց չի էդ։ Ուղղակի ես փորձում եմ տենց երևամ, որ ինքս ինձ կարողանամ պաշտպանեմ, հասկանում ես։ Ես այս ամեն ինչը ասում եմ, որ դու հասկանաս ինձ այդ։ Ես այս կյանքում ում սիրել եմ գնացել է։ Մամաս, պապաս։ Ուղղակի պտտվել են մեջքով ինձ ու գնացել են հետո։ Ու իրենք չեն մտածել, որ ես կարողա կարոտում եմ, ես կարողա լացում եմ, ես կարողա իրենց կարիք ունեմ։ Ու ես գիտես ինչ եմ մտածում, որ եթե այս կյանքում կա իրավիճակ, որ կարա հաղթի ծնողական սիրուն, ուրեմն մնացած սերերը խաղ ու պար են։ Չէ, Էլիս, ես տենց չեմ կարծում։ Տենց չի։ Էդո դու որ հերո էիր, ես ավելի ազատ էի քո հետ շփվում, ավելի հանգիստ էի քո հետ շփվում։ Որովհետև գիտեի, որ մի օր տանից դուրս չեմ գալու ու գաս դիմացս կանգնես աչքերիս մեջ նայես։ Հետո դու եկար ու իմ պահվածքը փոխվեց ու դու չհասկացար ինչի փոխվեց իմ պահվածքը։ Հիմա ասեմ, որովհետև այն ժամանակ դու հերո էիր։ Դու չկայր ու կորցնել ու վախել չկար։ Էլիս, ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց հիմա ժամանակն է, որ դու այդ քո բոլոր վախերը մի կողմ դնես։
Ես գիտեմ, հասկանում եմ, որ դու հիմա աղջկա համար երևի ամենաբարդ որոշումներից մեկի առաջ ես կանգնած։ Բայց դու ինձ ճանաչում ես էլիս, ես քո կյանքում պատահական մարդ չեմ։ Ու դու գիտես, որ ես չեմ խաբում, գիտես, որ անկեղծ եմ։ Ես հետ զգում եմ։ Գիտեմ, բայց դժվար է չվախենալ, երբ որ ամբողջ կյանքիդ ընթացքում վատ օրինակներ ես տեսել ու մաշկիդ վրա զգացել ես։ Էլիս, ես վստահ եմ, որ քեզ աշխարհի ամենաերջանիկ աղջիկը կդարձնեմ։ Վստահ եմ։ Քեզնից ընդամենը պահանջվում է, որ դու էլ մի քայլ առաջ գաս։ Քեզնից մենակ մի քայլ էլիս։ Իսկ ինձնից մի ամբողջ կյանք։ Լան, ես ոնց վախացրեցիր։ Ես էլ չհասկացա ինչ կատարվեց։ Ինչի չթողեցիր, որ շտապ օգնություն կանչեմ։ Բայց ինչ կարիք կա, արդեն լավ եմ։ Իմաստը որն է։ Չգիտեմ ինչից եղավ, երևի լարվածությունիցս կամ էլ ներշնչանքից։ Շակ ես ինձ շատ վատ եմ զգում ես ամեն ինչի համար, ես ամաչում եմ ես ամեն ինչից։ Մի ասա տենց, որովհետև ես ինձ վատ եմ զգում։ Դու վատ զգալու ոչ մի բան չունես։ Ես ամեն ինչի մեղավորը մենակ ես եմ։ Ես ոնց կարա այսքան թույլ լինել։ Դու թույլ չես։ Թույլ եմ, բա ինչ եմ։ Ես թույլ տվեցի, որ դա երկրորդ անգամ իմ կյանքը փչացնի։ Լավ, Լանա, հանգստացի։ Էլիս, ես չեմ ուզում քեզ համոզեմ։ Ես այն հարցը չի, որ համոզես, բայց ուզում եմ խոսաս, եթե ինչ-որ կիսատ բան է մնացել, անպայման ասա։ Չէ, ոչ մի բան կիսատ չի մնացել, ամեն ինչ ասացի։ Ուղղակի ինձ թվում է, որ ես չեմ կարող հաղթահարել վախերս ու քեզ կկորցնեմ։ Ուրեմն ես քեզ պիտի օգնեմ։ Էլիս, ես քեզ սիրում եմ։ Սիրում եմ։ Ու եթե ես պատրաստ եմ իմ սիրո մասին բարձրաձայնել, ուրեմն դու ընդհանրապես ոչ մի բանի համար չպիտի վախենաս։ Ես քեզ սիրում եմ ու ուզում եմ, որ կողքիս լինես։ Այսօր, վաղը ու միշտ։ Ես հասկանում եմ քեզ, էլիս, ես քո բոլոր վախերը հասկանում եմ, քո դրության մեջ մտնում եմ, բայց եթե դու շարունակես սենց փախչել, փորձես քեզ թաքցնել քո վախերի մեջ, ամբողջ կյանքդ կփչանա։ Իսկ ես այդ չեմ ուզում։ Ու վստահ եմ դու էլ։ Ճիշտ ես։ Ես էլ եմ ուզում հավատամ սիրուն ու կարողանամ ընտրել մեկին, ով ինձ կարա իրոք երջանկացնի։ Դե ուրեմն թող այդ մեկը ես լինեմ։ Համարենք, հա, որ այսօրվանից արդեն ընկերուհիս ես։ Դե փաստորեն, Պաշտոնապես։ պաշտոնապես։ Չեմ հավատում, որ վերջապես ես պահը եկավ։ Ես էլ, բայց դե փաստորեն հրաշքներ լինում են, էլի։ Լինում են հրաշքներ։ Իմ հրաշքն էլ դու ես։ Արշակ կներես ինձ։ Ես քեզ հիասթափեցրի։
Լանա տենց բաներ մի ասա։ Դժբախտությունը ճակատագիր չի, որ գլուխդ կա համակերպվես։ Դրանից ազատվել է պետք։ Արևի հետ աշխատելը, այս տանն ապրելը, այդ ամեն ինչն ինձ նորից ապրելու հույս էր տալիս։ Իսկ հիմա նորից կորելու է այդ ցանկությունը։ Դու ուղղակի չգիտես ես ինչերի միջով եմ անցել մինչև Երևան գալս։ Ամեն ինչ որ մանրամասն իմանայիր, կհասկանայիր ինչի եմ սենց բաներ խոսում։ Դու ոչ մի բան էլ չես կորցնի։ Ես քո կողքին կլինեմ։ Դու ոչ մի բան պարտավոր չես Արշակ։ Վերջին հաշվով ես ընդամենը քո աշխատողն եմ։ Ես հեսա կհավաքեմ իրերս կգնամ ինձ ընդամենը 5 րոպե ժամանակ տուր։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Արշակ, բայց Նորից եմ ասում, ոչ մի տեղ չես գնա։ Մնա հանգստացի, հետո ամեն ինչ կորոշենք։ չես պատկերացնի ինչքան շնորհակալ եմ քեզ։ Էլիս, չեմ հավատում, որ արդեն ամեն ինչ մեր մոտ պարզ է։ Ես էլ վերջը հասար ուզածիդ էլի։ Ո դե, այսքան տարիով անիմաց չէի տանջվում։ Գիտեմ։ Դե արի բարձրանանք վերև։ Չէ, դու ավելի լավ է մի հատ աղբորդ ասա թոյիշնի, ես մի քիչ հետո խոսամ ու գնամ։ Ինչի վերևը չեք կարա խոսակ։ Թե էլի թաքուն բաներ ունեք խոսալու, գաղտնի։ Էլիս, վերջացրնեմ։ Էդո, ես ամեն ինչ պիտի իմանամ, գիտես։ Էլիս, դու ինչքան շատ բան իմանաս, այդքան շուտ կծերանաս։ Իսկ ես չեմ ուզում, որ դու ծերանաս, ուզում եմ այս լավ ժամանակները մի քիչ վայելեմ։ Հա, այսինքն եթե ծերանամ, էլի չես սիրելու։ Հա դե, էլ ինչը սիրեմ։ Լավ, չէ, կատակ եմ անում, ես քեզ միշտ էլ սիրելու եմ, ցավոտ տանեմ, հաստատ։ Հաստատ։ Ոնց հասկանում եմ շնորհավոր ենք, հա։ Դե, հա նոր, ես ու Էդոն Լավ, կարած բան չասես։ Աստվածտա միշտ իրար հասկանաք, միշտ միասին լինենք։ Դու գիտես իմ համար առաջնային քո երջանկությունն է։ Այն որ դու իմը ժպտում ես, այդ ինձ դրի վերիք է։ նոր,
Էդոն ներքևի քեզ է սպասում։ Լավ։ Դե սկսի պատմել։ Ուր գնացիք, ինչ արեցիք։ Տատ այնքան սիրուն էր ամեն ինչ։ Ոնց որ հեքիաթում լինեի։ Էլիսի տրամադրությունից հասկացա, որ ամեն ինչ շատ լավ է անցել։ Նորոս շատ լավ է ամեն ինչ։ Այնքան ուրախ եմ, որ վերջապես իրար հասկացանք։ Բա ես ինչքան ուրախ եմ չես պատկերացնի։ Էй դու։ Նայ, եթե քրոջս գլխից մի մազա պակասել, ձեռքիցս չես պրստի։ Գիտես։ Արա ցավդ տանեմ, ես Էլիզին հազիվ եմ հասել, ոնց կարամ նեղացնեմ։ Հա, գիտեմ։ Քեզ լավ եմ ճանաչում։ Ուղղակի դավսակի ասում եմ, էլի։ Հա, հասջան։ Բարև Նորո, ոնց ես։ Լավ, դու։ Չգիտեմ, շատ խառը։ Ինձ նորից բաժին են կանչել։ Ոնց, էլի։ Հա, արդեն գնում եմ, որ խնդրեմ կգաս ինձ այնտեղ սպասես։ Ուղղակի ես վախենում եմ Նորո։ Կարող է հասկացել են, որ խաբում եմ։ Չէ, հանգիստ եղի, որ հասկացած լինեին հաստատ միանգամից կասեին։ Խնդրում եմ կգաս, Գալիս եմ։ ապրես շատ։ Նորո, ինչ ա եղել։ Ասում եմ, որ էլի բաժին են կանչել։ Ես զարմանում եմ, ինչ ա կատարվում, ախպեր։ Քեզ ենք հասկացում, բայց հասոյին ավելի շատ են կանչում բաժին։ Հա, չէ, ինչ որ ամեն օր կանչում են։ Տարօրինակ է։ Գնալու ես։ Հա, գնամ հասկանամ ինչ է կատարվում։ Դե արի իրար հետ գնանք, ես քեզ իջացնեմ բաժին, ես գնամ տուն։ Գնացիք։ Փաստորեն լավ էլ ռոմանտիկ տղայա մեր Էդոն։ Փաստորեն տատ, ես էլ չէի պատկերացնում։ Բալես կարևորը որ երջանիկ լինես։ Ու ոնց որ հիմա են աչքերդ փայլում, այ տենց էլ ամբողջ կյանքում փայլեն ու փայլեն։ Պատկերացնում եմ, թե ինչքան կուրախանա հայրդ, երբ գա ու իմանա։ Պարտադիր էր հա տրամադրությունս փչացնելը։ Էլիս ջան, հայրդ լուրջ խնդիրների մեջ է։ Բնականաբար տատ ջան։ Բա սիրելի հայրիկս կարոտից դրդված հետ չէր գալու մեր տուն։ Այդ պարզ է։ Էլիս ջան, թող մի հատ գա, տեղ չունի մնալու։ Գա հասկանանք ինչ է ասում, ինչ է կատարվում հետը։ Խոսենք ու էլի կգնա չի մնա հաստատ։ Ոչ տատի։ Չէ։ Իր համար այս տունը թաքստոց չի, որ երբ ուզենա գա, թաքնվի, հետո կգնա։ Էլիս, ճիշտ չես վերլուծում իրավիճակը։ Չէ տատ ջան, հենց ես եմ ճիշտ վերլուծում իրավիճակը։ Ինքը այս տուն չի գալու տատի։ Իսկ եթե ինքը եկավ, մենք գնալու ենք։ Դու որոշի, վերջ։ Աս, ինչի չսպասեցի բաժնի մոտ, արդեն հասնում էի։ Չուզեցա այդտեղ երկար մնամ։ Աս, բայց կարող է։ Կարող է ինչ Նորո։ Չես հավատում, որ բաժնում եմ եղել, կասկածում ես։ Չէ, ինչ ես խոսում։ Չէ, դու կասկածում ես։ Արի գնանք քննիչին հարցրու։ Աս, դու ասա ինչ էին ասում։ Ուզում էր իմանալ որտեղ ենք միասին եղել։ Դե ես էլ ասացի, որ քաղաքից դուրս ենք գնացել։ Եթե ասեիմ տանն ես եղել, կհակասեի ինձ։ Պարզ է։
Նորո ես արդեն վախենում եմ։ Ինքը ոչ մի խոսքից չի հավատում, շատ կասկածանքով է ինձ նայում։ Այս չեմ ուզում անշնորհակալ մարդու տպավորություն թողնեմ, բայց ասում էի, չէ՞ որ դու պետք չի խառնվես այս պատմությանը։ Ես չեմ փոշմանել։ Տենց իմ համար ավելի լավություն կլիներ, քան դու խառնվեր այս պատմությանը իմ ու քեզ ված գայր։ Հա, փաստորեն այս պատասխանին եմ արժանանում։ Ասեցի չէ, որ չեմ ուզում, որ անշնորհակալ մարդու տպավորություն թողնեմ։ Բայց չեմ ուզում, որ դու վախենաս, այս վատ վիճակում լինես։ Հասկանում ես։ Պետք չէր ուղղակի, ճիշտ չէր այս ամեն ինչը։ Իսկ որ Մագդային գիշերվա կեսին կանչում էիր օգնությանը ճիշտ էր Նորո, թե հերթը հենց հասավ ինձ էլ ճիշտ չի։ Հաս ջան, ընդհանրապես Մագդայի անունը մի տու։ Ու մի խոսա իր մասին, լավ։ Չէ, չեմ կարա։ Դու էլ փորձի, որ կարողանաս։ Ասում չեմ ուզում, որ իրան քննարկենք։ Ինչի։ Սիրտը ցավում է իր համար։ Իսկ վստահ ես, որ ճիշտ մարդու համար է սիրտը ցավում։ Արդեն սխալ բաներ ես խոսում։ Չէ, ես սխալ բաներ չեմ խոսում։ Դուք նոր եք բաժանվել, բայց ինքը արդեն ուրիշի հետ է հանդիպում։ Չես խոսում։ Հա։ Այսօր պատահաբար մտա այն սրճարան, որտեղ որ ինքը նստած էր այդ մարդու հետ։ Ու գիտես, շատ ջերմ զրույց էին բռնել։ Ու Մագդայի դեմքից էլ երևում էր, որ ժպիտը չի պակասում։ Մագդան ազատ մարդ է։ Ինչ ուզում է թող անի։ Հա, քո համար իրոք մեկ է։ Հա, մեկ է։ Այդ մարդը ազատ է։ Ում հետ ուզում է թող հանդիպի։ Իսկ դու աշխատի, քիթդ մի խոթի, քեզ չվերաբերվող հարցերի մեջ քո կյանքով ապրի, հաս։ Սպասի Նորո։ Չի գալու ես տուն։ Չեմ թողելու գա։ Օտում եմ ես այդ մարդուն։ Հաշ ջան, արի ես թեման փակենք։ Ես իրոք չեմ ուզում անիմաստ տեղը քեզ նեղացնել։ Արի դու գնա հանգիստ տուն, լավ, ամեն ինչ նորմալ է, բայց գնա տուն։ Նորո, քեզ թվում է իմ համար հեշտ է քո հետ կանգնել ու խոսալ մի աղջկա մասին։ Ախր ոնց կարող ես թողնել, որ այդ ամենամեծ սերը, այդ ամենափոքր ստի պատճառով կորցնենք։ Նորո ես փորձում եմ փրկել մեր սերը։ Հա, ես շատ կուզեի քեզ չսիրեի։ Ես ամենաերջանիկը կլինեի, որ քեզ չսիրեի։ Բայց ինչ անեմ, չի լինում Նորո։ Ես գիտեմ, դու մտածում ես, որ ես համառ ու եսասեր աղջիկ եմ, որ ես վախենում եմ պարտվելուց։ Բայց չէ։ Ես շատ կուզեի, որ քեզ չսիրեի ու դատապարտված չլինեի քեզ կորցնելու։ Ասա հանգստացի։ Նորո, Մագդան եկավ մտավ մեր կյանք ու քեզ տարավ ինձանից։ Ու ինքն էլ գնաց առանց ինչ-որ բան կորցնելու։ Ու ինձից տարավ են վերջին հույսը։ Նորո, ես պատրաստ չեմ քեզ կորցնելու։ Խնդրում եմ, արի մոռանանք այդ սուտը, արի ինձ մի հնարավորություն էլ տուր։ Ես քեզ չեմ խաբելու։ Այդ ճիշտ չի։ Հասկացի։ Բոլորն էլ ինչ-որ պահի բաժանվում են։ Բոլորն էլ ինչ-որ պահի սուտ են խոսում։ Բայց կյանքը շարունակվում է։ Հասկացի։ Հա, Նորո, շարունակությունը մեր ձեռքերում է։ Խնդրում եմ քեզ, ների ինձ, ու մեր կյանքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Աս։ Ես համարի, որ քեզ ներել եմ։ Բայց այդ ոչ մի բան չի փոխելու։ Հասկացի, մենք միասին չենք լինելու։ Ու սուտն այստեղ կապ չունի, այդտեղ երկրորդական է։ Դու էլ ես տեսնում, որ ես քայլ չեմ անում։ Դու ուժեղ աղջիկ ես, ընդունի ու քո կյանքում ամեն ինչ լավ կլինի։ Հավատա։ Չէ, Նորո։ Չէ։ Ես ուժեղ չեմ, որ քո հետ չեմ։ Ախր մենք իրար այդքան շատ ենք սիրում։ Ոնց կարաս սիրես ու հետո որոշես, որ էլ չես սիրելու, տենց լինում, ա Նորո։
Ալո։ Մագդանա։ Տենց էլ գիտեի, որ զանգելու ես։ Ինչ ունես ինձ ասելու։ Շատ կարևոր բան, որ ոչ մեկ քեզ չէր ասելու։ Ուզում եմ քեզ լավություն անել։